Բաքրատ Սրբազանի հետ ԱԱԾ մեկուսարանում բա ինչի էին հանդիպում։ Ինչի էին հանդիպում։ Ինչ վերաբերվում է ԵԽՎ-ի վերջին բանաձևին, մեր գործընկերների շատերը շատ հստակ արձանագրել են։ Մենք այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների դիտորդ եվրոպական կառույցներ, որոնք ամեն ինչ անում են, հաշված են Հայաստանի ընտրական գործընթացներում, Թուրքիան ու Ադրբեջանն էլ վերադիր, եւ ամեն ինչ անում են, աչք են փակում բոլոր անօրինականություններին, միայն իրենց սրտի քաղաքական ուժի վերարտադրումն ապահովելու համար։ Պարոն Մանուկյան, ես ուզում եմ որպես մի քանի արձանագրումներ անել, չսպասելով այսպես դատական վերջնական ակտերի, այսօր Արդարադատության նախարարը տարբեր հանցանքներում մեղադրեց նաև մեր հոգևոր հայրերին, կարծեմ ահաբեկչության մեջ, սովորական հանցագործներ դարձրեց այսպես ասած։ Մեկ օրինակ Բաքրատ Սրբազանի եւ 18 արդարների դատի, տեսեք, արդեն քանի դատական նիստ է, Բաքրատ Սրբազանը ասում է, քննչական կոմիտեի նախագահ Սուտասն է, կամ պետք է ապացուցի, որ Սրբազանի ձեռքով հեղաշրջման պլան է մշակվել, կամ էլ եթե չի ապացուցում Սուտասանը ու ներողություն պետք է խնդրի։ Նույնը վերաբերում է գլխավոր դատախազին, որ ազգային ժողովում մեր գործընկեր Արթուր Սարգսյանի դեմ քրեական գործառույթելու հարցի միջնորդության ժամանակ բազմաթիվ ստեր ասել, բազմաթիվ ստեր, քննչական ամբողջ մարմինները դարել են ստախոսության եւ նաեւ իշխանության ձեռը ռոպագանդայի գործիք։ Կհիշեք Սրբազանի ձերբակալման, մյուսների ձերբակալման ժամանակ խոսում են ինչ-որ աստղիկներ, որոնցով անիվներ են պայթելու։ Այդ աստղիկները մնացին երկնքի աստղերը պարզապես։ Նայեք, ուղղակի այլևս հոգնում ես այդ թեմայով խոսել, բայց այնքան անարժանապատիվ են, այնքան ստորացած են, այնքան ստրկացած են, այնքան տրաֆիկինգի զոհ են դարձած այդ բոլոր քննչական մարմինները, նույն շաբաթօրվա կատարվողը, երբ որ Սրբազանների դեմ հարուցվեց քրեական գործ։ Նույն Սուրեն Պապիկյանի որոշումը, ամսի 6-ին գալու է հանձնաժողով, անուն առանուն ասելու եմ այն զինվորականներին, որոնք իրենց ուսադիրները ոտի տակ են տվել, թուլամորթները, որոնք գնդերեսներին ստիպում էին վեապարի դեմ հայտարարություններ անել, անուն առանուն եմ ասելու, անուն առանունի, թող ամաչեն իրենց բոլոր այն նախկին գործընկեր զինվորականներից, նահատակներից թող ամանչեն, այսօր քահանաների, գնդերեսների բանա, ցենզուրա են իրականացնում։ Պարոն Մանուկյան, ուզում եք քննչական կոմիտեին հնարավորություն տալ քննչական մարմինների, որպեսզի կառավարության կարևորները հայտարարություն։ Ինչ ասել։ Քննչական մարմինները բացառությամբ դատախազության, որոնք հնարավորություն ունեցան, որպեսզի հայտարարի կառավարությունը։ Հա Նիկոլ Փաշինյանի կասումը մի քիչ բանա, վերարկու է դառնալու կամ չգիտեմ, զոնտիկ է դառնալու։ Չգիտեմ, այլևս որևէ բանական բան չկա, նայեք, որևէ բանական բան չկա այլևս, որն է կհիշեցնեն, եկեղեցու գործերի դատական ակտով, այսինքն պայմանական ասեմ, դաշնակցությունից ինձ հեռացնում են, ես դատի եմ տալիս դաշնակցություն, մեղադրանքներ Աստված, դատի եմ տալիս դատարանը որոշում, որ չէ, Գեղամ Մանուկյանը դաշնակցության անդամ է, ավելի խելագար ու մեղքեր, այդ մարդկանց, այդ դատավոր քննիչ, դատախազ մեղքի տակ են մտցնում ինչե վեր, իրանց ծերուններով են մեղքի տակ մտցնում, 37 թվին էջմիացնում վեապար խեղտողները են տառապանքը, որ ունեցել է թող նայեն հիշեն դա։ Տենց սելջուկներ ու թաթարներ ու մոնղոլներ ու բոլշևիկներ են տեսել, որ եկել անցել են, մոռացվել են։ Շնորհակալ եմ։ Միջած գալիս ենք Բաքրատ Սրբազանի մոտից։ Պատգամավորներով են, լավ էր։ Երեք եվրոպացիներ ասել են, մենք մտածում ենք, որ հատված ձեզ կտեսնենք, բայց ապշած ենք։ Չէ, ցավոք սրտի Արշակ Սրբազանի տեսակցությունները դատարանը պլանի համար սահմանափակել է, այսպես Մկրտիչ Սրբազանին էլ ամսի 15-ից նոր միայն բաց կլինի։